Թեմա, Սմբատ։ Այսօրվա մեր երկրաշարժության դասի թեման է եռանկյան անկյունների գումարը։ Շատ բարի, ապրեք երեխաներ, հիմա եկեք հիշենք, ինչ ենք սովորել եռանկյան ներքին անկյունների վերաբերյալ, ձևակերպենք թեորեմը, Նարե։ Եռանկյան ներքին անկյունների գումարը հավասար է 180 աստիճան։ Ապրես, այժմ մեր այսօրվա դասի թեմայի շուրջ մենք կկատարենք ձևավորող գնահատման աշխատանք, քարտային աշխատանք։ Ես ես կբաժանեմ քարտեր, որոնցից յուրաքանչյուրի վրա տարբերակված առանձին տարբերակներ են, ամեն մեկինը առանձին հարցադրումներ, երեխաներ եւ ունենք 5 հարցեր յուրաքանչյուր քարտի մեջ, որի մեջ երկուսը ձևակերպումներ են, պիտի ձևակերպենք համապատասխան թեորեմը, իսկ մնացած 3-ը խնդիրներ են երեխաներ։ Խնդիրները լուծելիս համարուտագրում են, այնուհետև նոր կատարում ենք լուծումը։ Լավ, այս աշխատանքը կատարելու համար ունենք 15 րոպե ժամանակ։ Վարդապետրերը Երեխաներ, հիմա ներկայացրեք, թե գեոգեբրա ծրագրով այ համապատասխան վարժությունների մեջ ինչպես կարող ենք տեսնել եռանկյունների, ներքին անկյունների գումարի մասին թեորեմի կիրառությունը։ Ասանարե։ Մենք տեսնում ենք, որ եռանկյան 3 անկյուններից միայն մեկը մենք տեղաշարժում ենք, բայց եռանկյան 3 անկյունների գումարը հավասար է 180 աստիճանի։ Փոխվում են բոլոր անկյունները, չէ՞։ Շատ բարի։ Հիմա ներքևի հարցերին էլ անդրադարձիր։ Մարիամ ջան, ասա տեսնեմ, երկրորդ հարցը ընթերցիր։ Որքան է եռանկյան բոլոր ներքին անկյունների գումարը։ Եռանկյան բոլոր ներքին անկյունների գումարը 180 աստիճան է։ Շատ բարի։ Վանյա ջան, ընթերցիր հաջորդ հարցը։ Կարծում եք հնարավոր է ունենալ 50 աստիճան, 60 աստիճան եւ 80 աստիճան անկյուններով եռանկյուն։ Բացատրենք։ Ոչ, քանի որ բոլոր անկյունների գումարը պետք է լինի 180 աստիճան։ 50 գումարած 60 գումարած 80 հավասար է 190 աստիճան։ Ապրես։ Ծայրակետը համընկնում է մեր էլեկտրասյան թվերի ծայրակետի հետ, չէ՞։ Հիմա Գորջան չափի այս ծայրակետը մինչև դինի եղած հեռավորությունը։ Եփեմը կգրանցի, արյունը կգրանցի։ Սաղկետի ափին կանգնած հինավուրց աշտարակ Ջերերը քո պատմում են դարերի խորհուրդը հստակ Մենք եկել ենք բացահայտել ու գաղտնիքը կարելի Ուր միախառնվել են պատմություն ու ժամատքի Կամուրջներ, կապում է կապեն իրար Հին ու նորը կողքի, անցյալն ու գալի
կատարում է 12 տարում, մյուսը 30, որպեսզի գտնեն թե քանի տարի հետո նրանք նույն գծի վրա, մենք հաշվում ենք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ Հիմա երեխաներ, եկեք մենք կատարենք թվերի և բառերի դասակարգում հեաձև աղյուսակի միջոցով, այդ մեթոդով, բայց այսօր, քանի որ մեր թեման գարնանային է, մեր հեաձև աղյուսակն է կդառնա գարնանային։ Ես ձեր համար պատրաստել եմ 2 զամբյուղներ, երեխաներ ջան, հիմա ես կբաժանեմ թվեր և բառեր, և դուք հեշտով կասեք այդ թվերը և բառերը պարզ են թե բարդ են, պարզ թվեր են, թե բաղադրյալ թվեր են։ Ապրես, միայն ասա պարզ թիվը և մեր փակցուր, ապրես, նարեք։ Բառը մայր բառն է, դա բարձր բառը։ Ապրես, փակցուր, մանե։ Բառը թվանշան բառն է, որը կազմված է թիվ և նշան բառ։ Ապրիմ աղջիկը։ Նա մեր տնային առաջադրանքի պահը երեխաներ ամփոփելու։ Այսօր տնային առաջադրանքը մենք վերլուծում ենք շրջված դասարան մեթոդով, այսինքն ես ձեզ հանձնարարել էի, բաժանել էի խմբերի և հանձնարարել էի յուրաքանչյուր խմբի, նախապատրաստել խնդիր և պետք է դուք ներկայացնեք այդ խնդիրը, ընթերցեք խնդիրը, լուծեք և ներկայացնեք նաև համապատասխան տեղականացման։ Ասեմ, որ այսօրվա ձևավորող գնահատումը երեխաներ կատարելու են հետևյալ չափանիշներով, նախապես ձեզ ասեմ։ Առաջին կետը դա մաթեմատիկական ճշգրտությունն է, այսինքն հաշվում եք արդյոք ճիշտ եք վերլուծել թվերը և տվել ամենամեծ ընդհանուր բաժանարը կամ ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ Երկրորդը դերասանական վարպետությունն է, արդյոք խնդրի բեմականացումը հետաքրքիր է և պարզ։ Երրորդը դիդակտիկ պարագաներն են, արդյոք ձեր օգտագործված նյութերը պարզ են և հասկանալի ու օգտավետ, և չորրորդը դա թիմային աշխատանքը երեխաներ ջան, արդյոք խմբի բոլոր անդամները մասնակցում են, իրենց ներգործություն են ունենում ելույթի ընթացքում։ Ասկարեք ու կախտավեք։ Իսկ երկրորդ QR կոդը ներկելու երեխաներ ջան, այստեղ մեր գրքի հեղինակը շատ գեղեցիկ ձևով տեսանյութի մեջ երեխաներ ձեզ ևս մեկ անգամ բացատրում է, թե ինչպես են որոշում թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։